Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Դու ունես իրավունք և իշխանություն։ Մի զորավոր խոսք կա Աստվածաշնչում, որն ասում է, որ Տեր Հիսուսը որպես լույս եկավ աշխարհ, սակայն աշխարհը Նրան չընդունեց։ Սրանից անմիջապես հետո Աստծու խոսքը հետևյալն է հայտարարում. «Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու» (Հովհաննես 1:12)։ Սիրելի՛ բարեկամ, այս խոսքը մեծագույն կարևորություն ունի յուրաքանչյուրիս կյանքում։ «Նրանց իշխանություն տվեց Աստծու որդիներ լինելու» խոսքերը տակնուվրա են անում իմ ներաշխարհը, քանի որ դրանք մեզ փոխանցում են այն ճշմարտությունը, որ ամեն բանից առավել Աստված ցանկանում է յուրաքանչյուրիս դարձնել Իր զավակը։ Աստված ուզում է Իր անըմբռնելիորեն մեծ ու անսահման սիրով փայփայել քեզ և փափագում է հայրական խնամքով հոգ տանել քեզ համար։ Այո, հե՛նց քեզ համար։ Եվ Նա շնորհում է քեզ Իր զավակը դառնալու իրավունքը։ Ես չգիտեմ, թե դու ինչ երազանքներ ունես կամ ինչը կուզեիր, որ փոխվեր քո կյանքում, բայց Աստծու զավակը դառնալու իրավունքը հաստատ քեզ համար է։ Այս խոսքում իշխանություն բառը հունարեն էքսուսիա բառն է, որը նշանակում է իրավունք, կշիռ, ազդեցություն, արտոնություն։ Աստծու զավակ՝ Նրա ժառանգ դառնալը քո արտոնությունն է, ինչպես հաստատում է Հռոմեացիս 8:17 խոսքը։ Ինչպես կտակն է փոխանցում ժառանգության իրավունքը, ճիշտ այդպես էլ Աստված արտոնել է քեզ, որ կարողանաս կիրառել այն իշխանությունն ու ազդեցությունը, որն Ինքն է քեզ փոխանցում Տեր Հիսուս Քրիստոսին հավատալու և Նրան քո կյանքի մեջ որպես Տեր ու քո կյանքի Թագավոր ընդունելու պարագայում։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, Աստվածաշունչը՝ Աստծո անսխալական ու անխախտ Խոսքը հաստատում է, որ դու Ամենակարող Աստծու զավակը լինելու արտոնություն ունես։ Այսօր հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերին և փորձի՛ր ապրել այնպիսի կյանքով, որը քո շրջապատի մարդկանց և ողջ աշխարհին կապացուցի, որ դու ընդունել ես Նրան որպես քո կյանքի Տեր ու Թագավոր։ Այսօր և այսուհետ ապրի՛ր և գործի՛ր Տեր Աստծու սիրելի զավակի և հավատարիմ աշակերտի նման։ Եվ վերջում շնորհավորում եմ և օրհնում մեր սիրելի քույրերին Կանանց տոնի կապակցությամբ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։